Հարգելի հեռուստատիտողներ, դուք դիտում եք Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը 3 երեկոյան գործադիր մամլի նիստից հետո մենք շարունակում ենք թողարկումը եւ թողարկման այս հատվածում հյուրընկալել են Գյումրու ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Պարզես պարոն Բարսեղյան, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Պարոն Բարսեղյան, ինչ է այդ Իշխող Հանրապետականների կարգախոսին եւ ընդհանրապես վերջին շրջանում մամուլում տեղ գտած այդ ընտրակաշառքների մասին խոսելը կցանկանայի նախ հենց բուն Գյումրում մասին խոսել, ինչ իրավիճակը Գյումրիում այս պահին, կան այնտեղ նույնպես խոսակցություններ ընտրակաշառքի մասին, թե դա նույնպես Գյումրիում ընկալվում է որպես բարեգործություն։ Դա միշտ մեկնաբանվել է որպես բարեգործություն, ճանաչել են, որ հրապարակային ոչինչ չլինի, խոսակցություններ կան, ցուցակներով տնայցեր կան, ոչինչ նոր չէ այս իմաստով, գյումրեցիք էլ ահագին պարապած են փաստորեն, գիտեն, որ գալու են իրենց տները, փորձում են կին բարձրացնել, մյուսները փորձում են կին գցել, մի խոսքով սովորական առևտրատնտեսական հարաբերություն, բորսային ֆյուչերսների առևտուր է գնում, թե ով ավելի լավ կին կտա, մոտարապես քողարկված աճուրդ է տեղի ունենում։ Շատ է խոսում, որ այս ընտրական համակարգով հենց հանրապետականներն են բուն իրենց ներսում, այսպես ընտրապայքարի մեջ մտել։ Ձեր նշած, որ գնում են տներ, ցուցակագրում ան, այսինքն մեկ կուսակցության մասին է խոսքը, թե տարբեր կուսակցություններից։ Առնվազն 3 կուսակցությունների մասին ես լսել եմ, որ տնայցեր են կատարում, հանրապետականը, Բարգավաճը եւ հայկական վերածննդի մասին մենք տեղեկություններ ունենք, տնայցերը, խոսակցությունները քրեորեն հետապնդելի արարք չեն։ Եվ փորձում են ճշտելով ով է, ըստ էության տեղի ունենում։ Այսինքն միայն այսպես ծանոթ այսպես խոստումներ կան նաև թե տանն եք, տանը չեք, ովքեր են ապրում, քանի հոգի են ապրում։ Սուտ իրազեկման այցեր։ Նաև հարցեր են տալիս հաճախ, թե ում եք պատրաստվում ընտրել, ինչու օրինակ մեր առաջնորդին չեք պատրաստվում ընտրել։ Այս տեսակ խոսակցություններ են գնում, կարելի ասել նաև քարոզ է, գումարի կամ այլ այսպես նյութական խոսակցություններ տարածվում են, որ այո 10,000-ից մինչև 30-40 հազարի խոսակցություններ են մեկ քվեի համար, նոր բան չկա ըստ էության, եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, նախընթաց ընտրությունների հետ, տեխնիկական նորամուծություններ առայժմ չունենք։ Եվ ձեր կոնկրետ Շիրակի մարզում, հա, այսպես առաջադրված հանրապետական կուսակցության տեխնացուները իրար մեջ նկատվում են նաև Գյումրիում, որ կա այսպես իրար մեջ պայքար, այսօր նաև հրապարակում եղավ, որ հա հանրապետական կուսակցության Արմավիրի մարզում այսպես շտաբում իրար հետ վիճաբանել են, ծեծ կրտուկ անգամ նման վեճերի մասին տեղեկություններ չունեմ, որոշակի իմաստով մրցակցություն կա իհարկե, եւ դժվար է ասել ինչ կլինի առաջիկա փաստորեն մեկ ամսվա ընթացքում կերևա թե այդ սրացումներն ինչպիսին են։ Գուցե իրար մեջ ինչ-որ տարածքներ կսկսեն բաշխել, որպեսզի նույն տարածքում մի քանի հնարավոր տեխնացուներ իրար հետ չփախվեն, մանավանդ փողի չափով չփախվեն։ Այս տեսակ ռիսկեր կան իհարկե։ Սա նոր խաղալիք է, որը իշխանությունը հորինել է եւ գցել է մեջտեղ։ Իր հաշվարկը այն է, որ ինչպես էլ փախվեն, սելեկցիան իր օգտին կլինի։ Ում օգտին էլ քվեարկեն իր այդ ռեյտինգային ցուցակից վերջիվերջո շահելու է հանրապետականի համամասնականը։ Մոտավորապես հաշվարկը սա է։ Կա արդեն խոսակցություն, թե Գյումրու քաղաքապետը ում է սատարելու։ Այսօր հրապարակում կար, որ հանրապետականին է սատարելու։ Աջակցել է կոնկրետ Մարտուն Գրիգորյանը։ Հայաստանի տեղական իշխանությունները շատ նման են հայկական փոքրամասնություններին արտերկրում, երբ միշտ մեր փոքրամասնությունները քվեարկում են գործող իշխանության օգտին, ով էլ լինի։ Հայաստանում այդ դրությունը վաղուց է նկատվել, առավել ևս երբ համայնքի ղեկավարը հանրապետական է իր կուսակցականությամբ, Գյումրու քաղաքապետի դեպքում ինչքան ես նկատեցի, իր մեջ կարողացավ ուժ գտնել, որպեսզի չդառնա հերթական կուսակցության անդամ, եւ կարծում եմ, որ կարողացավ այն ամենայնիվ հաղթահարել հանրապետականի ցուցակ մտնելու իր կամ իր ընտանիքի անդամներից գոնե մեկին հանրապետականի ցուցակ մտցնելու ճնշումը։ Հիմա երևի կասեն, թե նման ճնշում չի եղել, բայց հակված եմ կարծել, որ հանրապետականը ջանում է քիչ թե շատ ռեսուրս ունեցողներին մտցնել իր մեծամասնականի կամ վարկանշային ցուցակ, որպեսզի կարողանա հնարավորինս օգուտներ քաղել։ Այս իմաստով Պալասանյանի դիրքը հատկանշական է համեմատած շատ ուրիշ համայնքապետերի, բայց սա չի նշանակում, թե ինքը չի աջակցելու հանրապետականին։ Օրինակ նախագահական ընտրությունների ժամանակ 13 թվականին ընդամենը բավարարվեց հայտարարությամբ, որ ինքը սատարում է Սերժ Սարգսյանին։
եւ վարչական ռեսուրսի չարաշահում կամ ճնշումներ, որպես այդպեսին մենք չնկատեցինք։ Հանրաքվեի ժամանակ արդեն իր ամբողջ բիզնես ռեսուրսը եւ վարչական ռեսուրսի մի մասը ներգրավված էր Սերժ Սարգսյանի առաջ քաշած այդ նախագծի անցկացնելուն, օժանդակելուն կամ քարոզելուն եւ մասնակի հաջողություններ ունեցավ։ Երբ իր վերահսկողության կամ իր ազդեցության տեղամասերը համեմատում ենք մնացած տեղամասերի հետ, կարող ենք ասել, որ Պալասանյանը Սերժ Սարգսյանին 15 թվականի դեկտեմբերի 6-ին ահագին ծառայեց։ Հիմա չգիտեմ ինչպես կլինի, որովհետև բիզնեսի մարդիկ ի վերջո ինքը բիզնեսի մարդ է եւ ունի կոնկրետ կապիտալ ու դրա կորցնելու ռիսկը ստիպում է բիզնեսի մարդկանց վախեցած լինել, կամակատար լինել, որովհետև հետևանքները իրենց համար կանխատեսելի են։ Միևնույն ժամանակ հանրապետականը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շատ լավ գիտե գյումրեցիների վերաբերմունք, դա առաջին անգամ չէ, որ արտահայտվել է եւ շատ մեծ ակնկալիքներ չունի եւ չպիտի ունենա, առավելևս անցած տարիների խայտարակ ծախողումներից հետո, երբ բազմաթիվ ցուցանիշներով ծախողել է ոչ միայն իր խոստումները, այլև երկրի իրավիճակը։ Պիտի կռահի, որ Աստված էլ երկնքից իջնի, միայն Պալասանյանի թիկունքը կանգնելով չի կարողանա գյումրեցիների հավաքական վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ փոխել։ Պարոն Բարսեղյան, Գյումրին միշտ աչքի է ընկել, ձեր Շիրակի մարզ աչքի է ընկել իր ընդդիմադիր այսպես կեցվածքով, որտեղ հանրապետականները ոչ միշտ են կարողացել հաջողությամբ հաղթանակ տանել, հաշվի առնելով այն ռեյտինգային թեկնածուներին, որոնք առաջադրվել են թե հանրապետական կուսակցությունից, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, կարող եք որոշակի ենթադրություններ անել, թե ինչպիսի ընտրություն է մեզ սպասում, ավելի շատ թաղային եւ գումարի, այսպես գիշխի այդ թաղային հեղինակությունները հետադրող կլինեն։ Նախ եւ առաջ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը ներեցեք, որ Բարգավաճ Հայաստան, հա, կուսակցության անգամ ավելի ճիշտ Ծառուկյան դաշինքի ցուցակով նաև Վարդան Ղուկասյանն է, ում անունը հենց շատ էր նախկինում շրջանառվում, թե ինչպիսի ընտրություններ է անցկացրել։ Հասկանալի է, իհարկե այս դրության մեջ բնականաբար իշխող քաղաքական ուժը միշտ ինչ-որ առավելություն ունի մյուսների նկատմամբ։ Գյումրու դեպքում պատկերը հակառակն է, որտեղ իշխող քաղաքական ուժը ծախողված է եւ մարդիկ հասկանում են, որ սրանց հետ հույս կապել չի։ Այս գումարը դեր չի խաղալ։ Չի կարելի։ Ես առայժմ վարչական ռեսուրսն եմ ասում։ Ֆինանսական նյութական այդ օժանդակությունները կամ այդ ընտրակաշարքը իր բոլոր ձևերով մի 40 ձև ունենք արդեն մենք 20 տարվա պատմության մեջ ընտրակաշարքի, սկսած բուժօգնությունից պաստերների օր արդեն հայտարարել են, որ Շիրակի մարզում այս բուժհաստատություններում լինելու են պաստերների օր, հասկանալի է, որ այս ամբողջ աշխատեցնելու են նախ եւ առաջ իշխող կուսակցության օգտին։ Զանազան նվիրատվություններ, սկսած վառելիքից վերջացրած, չգիտեմ։ Ինչու եմ դա ասում, որտեվ մենք էլ ունենք տեսանյութեր, որտեղ նույն մարզերում գյուղացիները բողոքում են եւ անմիջապես դու հայտարարում են ով գումար տա նրանք ընտրեն։ Այո, սա ծայրահեղ հիասթափության ցուցանիշ է։ Ես տեսա ռեպորտաժի մեջ, կին ասում եմ, ինչեվ փողը չտան, ես տնից դուրս եկողը չեմ։ Իսկ դա նշանակում է, թե ով շատ փող տվեց, նրա հետևից եմ գնալու։ Եթե օրվա մեջ հաջողվի 3 անգամ տարբեր մարդկանցից վերցնել եւ հաջողվի քվեարկել, կանեն, դա էլ կանեն։ Կարևոր չէ, որ քաղաքական ուժի օգտին։ Գյումրու դեպքում անպայման այդ ընտրակաշարքը լինելու է։ Սրա ազդեցության չափի մասին դատողություններն են վիճելի։ Առայժմ չկա որևէ որակյալ հետազոտություն Հայաստանում, թե անցած 20 տարիների ընթացքում ընտրակաշարքի ազդեցությունը իր տարբեր ձևերով ինչպիսին է եղել ընտրողների քաղաքական կամքի վրա կամ կամքի վրա։ Եթե 1000-ին բաժանում են, մոտ 300 ընտրողները վերցնել։ Այսինքն գումարը մոտ 30% ազդեցություն։ Հա, հետազոտություն։ Ես ծանոթ չեմ ճիշտ ասած, եթե կա, պիտի ծանոթանալ անպայման։ Հրապարակումները միամիտպես մամուլում այդպես խոսակցություններ։ Ես ուղղակի ինչ կլինի, ինձ թվում է, որ դատելով անցած ընտրությունների արդյունքներից եւ ազգային ժողովի, թույլ տվեք հիշեցնել, հանրապետականը 12 թվականին Գյումրիում տարավ 24.5%, իսկ Բարգավաճ Հայաստանը 44.5%։ 18.5 ժառանգությունը տարավ։ Նախագահականի ժամանակ Սերժ Սարգսյանը 26.5% խփեց, իսկ Ռաֆին 65.69 կարգի հավաքեց, հա։ Հիմա եւ ոչի քվեարկությունը։ Այս ամբողջի համատեքստում նաեւ հաշվի առնելով այն, որ 12-ին Պալասանյան, Սամվելը եւ Մարտուն Գրիգորյանը Բարգավաճ Հայաստանի կազմում էին, իսկ Վարդան Ղուկասյանը հանրապետականի կազմում էր, հիմա տեղի ունեցել որոշակի փոխատեղում, կարող եմ եւ Գագիկ Ծառուկյանի գնալ վերադառնալը
edge-ը նորից բացելը, ենթադրում եմ, որ Գյումրիում առայժմ այսօրվա դրությամբ էլի որոշակի առավելություն ունի Բարգավաճ Հայաստանը հանրապետականի նկատմամբ, քան թե հակառակը։ Դժվար է ասել, թե 30 քանի օրերի ընթացքում ինչ փոփոխություններ կարող են լինել, բայց հանրապետականը Գյումրիում շատ մեծ խնդիրներ ունի հաղթանակ ակնկալելու համար։ Պարոն Բարսեղյան, գումար եւ այդ վարչական ռեսուրս չունեցող, ասենք ընդդիմադիր կուսակցության տեխնացուները ինչպես կարող են հաղթել հանրապետականը։ Շատ բարդ է, դժբախտաբար։ Քանի որ դուք եք նշում, որ հանրապետականի համար բարդ կլինի, այդ դեպքում ինչպես կարող են այդ տեխնացուները բարդություն ստեղծել հանրապետականի համար։ Դժբախտաբար ես փորձ ունեմ 12-ի եւ 16 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու եւ հիշում եմ, որ բոլոր բարեխիղճ ջանքերը ես եւ իմ գործընկերները, ընկերները, թիմակիցները ներդրել ենք, որպեսզի շահենք հանրության վստահությունը եւ ծախողվել ենք, պարտվել ենք։ Ճիշտ է, անձամբ ես ասենք, թե ընտրվել եմ ավականու անդամ, բայց մեր գաղափարները դրական արձագանք գտել են շատ փոքր թվով մարդկանց մեջ, ասենք վերջին ընտրությունների ժամանակ ավականու մանդատ ստանալու իրավունք ձեռք բերեցին 4 քաղաքական ուժեր, ես ասենք Կալայի հետ ամենացածր տոկոսով 10.5%, մեզնից առավել քվե հավաքեց հայկական վերածնունդը, 2 անգամ առավել հավաքեց Բարգավաճ Հայաստանը, 3.5 անգամ առավել քվե հավաքեց Հանրապետական կուսակցությունը։ Ասածս այն է, որ շատ բարդ է, երբ մարդիկ ուղղակի ապավինում են միայն գաղափարներին եւ արդար քարոզարշավին եւ արդար մասնակցությանը, պատրաստ չեն եւ ցանկություն էլ չունեն ֆինանսական գործիքներ կիրառել, առավելևս ապօրինի քաղաքական ֆինանսական գործիքներ կիրառել քվե ստանալու համար, բնականաբար իրենք շատ խոցելի են դառնում եւ կարծես թե պարտվում են։ Դժբախտաբար այդպես տեղի ունեցավ եւ ցավոք կարող է նման մի բան էլ տեղի ունենալ հիմա։ Քրիստոսն էլ որ կար մասնակցելու անպայման պարտություններ կրելու, ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Եվ այս դրության մեջ, երբ պետությունը զավթած է եւ իշխանություն պահելու համար նման գործիքներ կիրառել է եւ կիրառում է վարչական ռեսուրս, ֆինանսական ռեսուրսների չարաշահում եւ իհարկե անպատժելիություն, իրավապահ համակարգի օգտագործում իր շահերի մեջ, դատական համակարգի անկործություն, այս ամբողջը ծառայելու է նախ եւ առաջ իշխողների իշխանության վերարտադրման։ Շատ բարդ է, սակայն միաժամանակ ասեմ, որ իմ կարծիքով անհնարին չէ այս իշխանություններին ջարդելը կամ փոխելը քաղաքական իմաստով ջարդելը։ Հանրապետականների համար բարդ կլինի նաև այն առումով, ըստ ձեզ, որ տեսեք, մոտ 9 քաղաքական ուժեր, ես փորձեցի հաշվել այս ընթացքում, 100-ից ավելի տեխնացուներ են։ Գյումրու մասին, Շիրակի մասում ընտրատարածքում։ Այսինքն ավելի բարդ հաշվի առնելով, որ տարբեր քաղաքական ուժեր ամեն մեկի հերթին կփորձի նաև ձայներ հավաքել։ Չնայած ընտրական օրենսգիրքը հայտնի է բոլորին, չնայած կանխատեսումներ կան, բայց ես ինձ թույլ եմ տալիս մտածել, որ սա ահագին անհայտ կենդանի է այս ընտրությունը, քան եղել է նախկինում։ Շատ դժվար է ասել, թե ինչպիսի ընտրական տեխնոլոգիաներ կկիրառվեն այս քարոզարշավի փուլում, ինչ կբացատրվի ընտրողներին, որպեսզի այս քվեարկության տեխնիկական մեխանիզմները օգտագործվեն հանուն իրենց։ Ամեն մի կուսակցություն պարտավոր է ելքը գտնել դա առանձին եւ քաղաքացիական հասարակությունը պարտավոր է ինչ-որ բացատրություններ գտնել մարդկանց խորհուրդ տա հուշի, թե ինչպես անել, որ ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի չարաշահման կամ ահաբեկման գործիքների ազդեցությունը իջնի զրոյի։ Մեր փորձը մեզ հուշում է, որ 20 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքացիական հասարակությունն ու կուսակցությունները չկարողացան վերացնել ընտրակաշառքը եւ վարչական ռեսուրսը։ Ինչ ասես արել ենք, չի վերանում։ Հոլովակներ, քարոզչություն, բացատրություն, պարսավանք, տեսագրում, դատական գործեր են եղել եւ պիտի խոսենք նաեւ այդ թեմա։ Այո, պիտի գիտություն ընդունել, որ անհնար եղավ դրանք վերացնել։ Եվ հիմա նորից ջանք ներդնել այն ուղղությամբ, որ մարդկանց բացատրի, որ գիտեք ընտրակաշառքը վատ բան է, կարծում եմ ապարդյուն ջանք է։ Ես չեմ ասում, թե դա լավ բան է։ Ուղղակի չարժե դրա վրա շատ կենտրոնանալ, թե ժողովուրդը հանցագործություն է։ Բոլորն էլ գիտեն, որ կաշառք տալնել է հանցագործություն, վերցնելն է հանցագործություն։ Ուրեմն ուրիշ գործիքներ է պետք գտնել։ Կարծում եմ, որ ուղղակի դատապարտված է ընտրակաշառք չբաժանող քաղաքական ուժերը դատապարտված են գտնել
ընտրողներին բացատրելու ինչ-ինչ մեխանիզմներ, որպեսզի այդ ազդեցությունը իջնի 0-ի։ Վերացնել, որ չվերցնես, անհնար է գրեթե, որտեղ մարդը խոցելի է դառնում այն պահից, երբ իրեն գալիս ասում են, ահա քեզ փող գնա ընտրի։ Այդ մարդկանցից երևի ճնշող մեծամասնությունը անկարող է ասել չէ, որովհետև դառնում է բոլորի աչքի գրող, ասելու են՝ «Յա, դու այն հատկապես փոքր համայնքներում ընդդիմադիրներից ես, հա, բան, ու այդ ամբողջ տարածքում իր թաղում, տիրույթում, գյուղում ինքը դառնում է սարսափելի խոցելի, դատապարտված է լինում վերցնել։ Հիմա այս մարդկանց պիտի բացատրել, ինչ որ գործիքներ պիտի գտնել եւ բացատրել, որ այդ ազդեցությունը իջնի 0-ի, չկարողանան մարդիկ ընտրակաշարքի հանգույն կամ պատվերով քվեարկել։ Ընտրակաշարքը այդքան դժվար ապացուցող բան է։ Այո։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր հայտարարել, որ ընտրակաշարքը ինքնին այսպես դժվար ապացուցող է։ Ինձ համար իսկապես դժվար ապացուցվող է։ Ոստիկանության համար դա դժվար ապացուցվող չպիտի լինի։ Եթե անգամ դժվար է լինի, Բայց միևնույն ժամանակ նաև հայտարարել ոստիկանապետը, որ դրա դեմն առնելն անհնարին չէ։ Հա, դե դեմն առեք, վաղուց առնեիք, նոր եք առնում։ Ես տեղյակ եմ այդ իր հայտարարություններին եւ պիտի ասեմ հետեւյալը. ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը օժտված է բոլոր տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներով ընտրակաշարքը խափանելու, կանխարգելելու, առավել եւս հանցագործությունները բացահայտելու։ Քանի որ Սահմանադրական հանրակրվեն հիշեցիք, ես հիշեցի, որ Աջափնյակ համայնքում հանրակրվեի ժամանակ տեղամասից մոտ 10-15 մետր հեռավորության վրա գազեր մեքենայի մեջ մի երիտասարդ գումար էր բաժանում ցուցակով, այդ ամենը Պարտք է եղել։ Այո, մենք արձանագրեցինք։ Ես անցնում էի այդ քրեական գործով եւ մոտ ամիս ու կես հետո հատուկ հնչական ծառայություն ստացա նամակ, որտեղ այո գրված էր, որ այդ քաղաքացին պարզապես շինարարական կազմակերպության տնօրեն է, նախկինում այդ քաղաքացիները որ ցուցակով գրված են այդ քաղաքացիներին նա պարտք է եղել աշխատանքի դիմաց եւ այդ օրը պարզապես մոտը գումար է եղել եւ որոշել է բաժանել։ Ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ։ Իսկն ուրիշ ինչ ապացույց պետք է լիներ, որպեսզի իրավապահները կարողանան, իսկն ընտրատարածքից մոտ 10 մետր հեռավորության վրա գազել մեքենայի մեջ ցուցակով գումար բաժան։ Եթե իրավապահները իսկապես ցանկություն ունենան առավել եւս քաղաքական կամք լինի եւ հանձնարարություն ստանան Պարլամյան 26-ից, ոչ մի ընտրակաշարք չի լինի Հայաստանում։ Իրենք հեշտությամբ կկանխարգելեն եւ կբացահայտեն։ Եթե իրենք ասում են չենք կարող, ամենայն լրջությամբ Նկատում եմ դիտորդները, լրատվամիջոցները, ինչ տիպի պետք է ապացույցներ ներկայացնեն, որպեսզի դա համարվի։ Դիտորդները եւ լրատվամիջոցները ոչինչ ավելին անել չեն կարող։ Ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ։ 5 թե 6 տարի առաջ Արմավիրում քաղաքապետի ընտրություններում տեխնացուներից մեկի մերձավորը, գուցե վստահվածանձն էր, բռնել էր մրցակցի փող բաժանողին, ցուցակներով եւ փողերով դրել մեքենան, տարել էր ոստիկանություն, հանձնել էր։ Հետևանքը եղավ, որ այս տանողին առևանգման համար քրեական մեղադրանք ներկայացրեցին, մարդ առևանգելու համար։ Ուրիշ էլ ինչ պիտի անեն լրատվամիջոցները եւ ուրեմն Այո, իշտ նմանատիպ խոսակցություն անգամ քննիչն ինձ ասաց, որ ըստ էության խախտվել է այդ քաղաքացու սահմանադրական իրավունք, այսինքն անձնի բայց հիմա ահազանգում է, անձնական կյանքի գաղտնիությունն են հրապարակել, այդ մարդը պարտքի միգուցե չի ուզեցել իմանալ իր հարազատները, որ կմեկնաբանեն այդպես։ Ամբողջը հանգում է պետության զավթման համակարգին։ Երբ պետությունը զավթված է եւ ավտորիտար ռեժիմ է գործում, ուրեմն Պարլամյան 26-ի լծի տակ, երբ նրան են ենթարկվում իրավապահ համակարգը եւ դատական համակարգը, Տակիչ ազգային ժողովը սրա հետ մեկտեղ, այդ իրավիճակում փորձել աշխատելու պատրանք ստեղծող ոստիկանությանը խելք խրատ տալ անիմաստ է։ Ինչու դա հարցեցի, պարոն Մարսյան, որովհետև դուք եք ակտիվ ներգրաված եք եղել գրեթե բոլոր այս վերջին, համապետական ընտրությունների ժամանակ, որպես դիտորդական առաքելությամբ, ո՞րն է լինելու ձեր դերը։ Մենք լուսաբանել Եթե չեք կարողանալու, առնել ձեզ, եթե չկա իշխանության կամքը լինելու այդ ընտրակաշարքը, լինելու են կեղծիքները, կա մոտեցում, որ ասում հիմնական ուղղությունը թարգտվեք ընդհանրապես, գնացեք խոս պահեք լայն իմաստով, ինչ գործ ունեք, այ մարդ, ինչ եք, մեկ է տեսնում եք, բան չի փոխվում։ Սա մի մոտեցում է։ Մյուս մոտեցումը Ես դուք հարցնում եմ, թե որոնք են լինելու ձեր առաջնահերթությունը, այսինքն ինչ ուղղության վրա պետք է Դա եմ ասում։ Մյուս մոտեցումն այն է, թե արա ինչ կարող ես կարողությունների շրջանակներում, ինչ որ ստացվեց, գոնե խիղճդ մաքուր կլինի, էլի, քեզ երբևէ չեն կարողանալու ասել, թե այն ժամանակ, որ ապականում էին երկիրը բռնաբարում էին, փանթուկ ինչ էիք անում։ Պարզապես նեղացած բազմոցին փռված ինչ որ կինոներ էիք նայում, սրանով էր ավարտվում։ Մարդու ընտրության հարց է։ Հիմա մեր ընտրությունը տարիներ շարունակ մեր կազմակերպության եւ իմ անձնական ընտրությունը եղել է անել այն հնարավորը, ինչ կարելի է անել։ Հիմա այս դեպքում անելու ենք այն, ինչ արել ենք նախկինում։ Հսկել գործընկերների հետ, վերահսկել ուրեմն տեղամասերը, մեր մի շարք գործընկերներ նաեւ վարչական ռեսուրսի չարաշահումն են հսկելու, վերահսկելու այս քարոզարշավի ընթացքում, ով ինչ չարաշահումներ է անում,
լուսաբանել այդ ամբողջը, հրապարակել տեղեկություններ եւ զեկույց, այսինքն այն տեղեկությունների ծավալը, որ մենք ունենք, հրապարակումները լինելու են հրատապ։ Ըստ ձեզ այդուհանդերձ դա ինչ որ ազդեցություն թողնում է որոշակի։ Գիտեք, դժվար է ասել դրա ազդեցությունը։ Որոշակի ազդեցություն թողնում է։ Օրինակ նմանատիպ բազմաթիվ այդպես հրապարակումներից հետո, Ծանոթական հանրաքվեից հետո հայտարարվեց, որ իրավապահները ուսումնասիրեն, եղան դատավարություններ հիմնականում գրեթե 75 քրեական գործ է հարուցվել, 50-ից ավելի մեղադրական վճիռներ են կայացվել, բոլորը տուգանքներ են։ 570,000 բացառությամբ մեկ դեպքի, երբ քաղաքապետարանի աշխատակիցներն այսպես պայմանական ազատ արձակվեց, ըստ էության ազատազրկման պատիժ չսահմանվեց, բայց այս դեպքում արդեն ընտրական օրենսգիրքները, քրեական օրենսգիրքները փոփոխության ենթարկվել, այս հայտնի 4 գումարած 4 ձևաչափից հետո եւ որոշակի այսպես ընտրակեղծարությունների համար արդեն միայն ազատազրկում է։ Հիմա իսկապես կարելի է ոչ մի բան չանել գցել մի կողքի, սակայն դժվար է ասել, թե եթե չլիներ այդ տոտալ հսկողությունը այդ տեղամասերում, ինչպիսին կլիներ իրավիճակը, այդ թվերը, որոնք 841,000, 421,000 քվե այո եւ ոչի օկտին, որոնք արձանագրվեցին ի վերջո, ինչպիսի հարաբերակցություն կունենային։ Հասկանալի է, որ ոչի շարժումը ծախողվեց։ Գուցե ճիշտ կլիներ բոյկոտի շարժումը զարգացնել, քան թե ոչի շարժումը, հանրաքվեի մասին է խոսքը, հա։ Հիմա այս իմաստով մենք անելու ենք մեր կարեցածը արձանագրել եւ այդ ամբողջը լուսաբանել։ Ճիշտ է, իշխանությունները հետևողական չեն լինելու, որտեղ իրենց շահերի մեջ չէ այդ ամբողջը տակ հետքերով հետաքննել եւ 2-3 օր հետո նամակներ են ուղարկելու մեզ, թե ինչ տեղեկություններ ունեք, ինչպես եւ ցես։ Խնդրում եմ տրամադրեք մեզ ուրեմն այս անուն ազգանունը, անձը, բանը, այն գերտվեք միանգամից մեզ լիազորություն ոստիկանական կամ չգիտեմ դատական լիազորություն, ովքեր որ կամենում են մեզնից, էլի, գնան այդ գործերն անեն, դատարանի իրավունքները տվեք, գնան դատական վճիռներ կայացնեն։ Ինչու պիտի մենք ձեր գործը կատարենք։ Ու դուք պիտի աշխատավարձ ստանաք դրա համար։ Լրատվամիջոցներին իշխանությունները փորձում են փաստահավաք խմբի տեղ դնել։ Սա առաջին անգամը չէ, արդեն եղավ 6-7 տարի է, մոտավորապես այս քաղաքականությունն է վարում իրավապահ համակարգը։ Փոխանակ տակ հետքերով հանցագործությունը բացահայտի, առավել եւս կանխարգելի խոսակցություններ կան, ինչ դժվար է ձեզ համար հսկել, թե ովքեր են ցուցակներով տները ֆրֆռում, ինչեր են առաջարկում, բազմաթիվ մեթոդներ կան հետաքննության, չգիտեք, հրավիրեք, գանք 3 օր ձեզ բացատրենք, որ կոճակը որտեղ սեղմեք, որպեսզի կարողանաք այդ գործերը բացահայտել այս փուլում։ Իսկ եկուց մյուս օր այնքան པարզ է, այդ ամբողջ այնքան աչքի առաջ է լինելու, պարզապես ուղղակի պիտի շատ խեղկատակ լինել, ելնել ասելու համար, որ մենք փաստեր չունենք, լրատվամիջոցները մեզ տեղեկություններ չեն տալիս, ախպեր ձեր գործն է, բյուջեով ինչ ուզեցել եք, ունեցել եք, ունեք, գնացեք բացահայտեք, մի ասեք, որ չկա։ Մենք տեսել ենք, որ կա եւ ասում ենք, որ կա։ Եվ վերջիվերջո լրատվամիջոցի գործը հիմնականում հենց արձանագրելն է, այսինքն շարունակությունը լուսաբանել, վերլուծել, չգիտեմ, շարունակությունը նկատելն արդեն ոստիկան։ Եվ որպես ամփոփում, հա, այս թեմայի, այսինքն ըստ ձեզ այս անգամ իշխանությունները հիմնական այսպես շեշտը դնելու են գումարի եւ վարչական ռեսուրսի։ Ինչու եմ դա հարցնում, որովհետեւ կա ժողովրդի մոտ մի այսպեսի, հա, արտահայտություն ասում են որտեղ են ուզում մեզ ֆրանսներ այս անգամ իշխանությունները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն ընտրատեղամասերում որոշակի նորամուծություններ կան, տեսախցիկներ կան, հայ այդ էլեկտրոնային գրանցման համակարգ կա, այսինքն բուն այսպես ընտրատեղամասում ընդդիմադիրների շատերն են նշում, որ կարելի է ասել գրեթե 100%-անոց այսպես արդեն կանխված է ընտրակեղծարարություն։ Այդտեղ էլ եթե վերահսկողություն չեղավ, մարդկային վերահսկողություն չեղավ, այդ տեխնիկական միջոցներն էլ կչարաշահեն, ես վստահ եմ։ Հիմա նայեք, այդ փոփոխությունները, որոնք եղել են տեղամասերում, որոնք մենք առաջարկել ենք 2002-3 թվականից սկսած, վերջի որոշ բան կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային հանրության ճնշումների արդյունքում սրանք ճարները կտրած ստիպված եղան ընդունել։ Սակայն դա ընդունելով իրենք շատ լավ գիտեին, որ տեղամասերում կեղծիքների գործիքները կորցնում են։ Դա ժամանակի ընթացքում հետսետե իրենք ճանաչել են կոմպենսացնել կամ փոխհատուցել մնացած գործիքներով։ Հիմա երբ խոսում ենք մենք ընտրություններից, մենք երբևէ հատկապես լրատվամիջոցները պիտի նկատի չունենան քվեարկությունը, քվեարկության օրը, կամ եթե նկատի ունենք հենց քվեարկության օրը, պիտի ասվի քվեարկությունը, ոչ թե ընտրությունը, որովհետև ընտրությունները սկսվում են նախորդ ընտրություններից հետո։ Այս 5-6 տարիների ընթացքում իրենք շարունակ օգտագործել ու չարաշահել են վարչական ռեսուրսը։ Բոլոր պետական եւ բյուջետային հիմնարկներում կրթություն, առողջապահություն, մարզպետարան, քաղաքապետարան, գյուղական կախված է մրցակից կուսակցություններից մեկի առաջնորդի լուսանկարը հիմա եւ 6-7-10 տարի կախված է եղել։ Դա վարչական ռեսուրսի չարաշահում է, թե ոչ, իրենց որ հարցնեք, կասեն չէ։ Հիմա կարող են ասել չկա այդ մարդը ցուցակում։ Չէ, բայց ինքը այդ կուսակցության առաջնորդն է։ Հիմա չկա, ինքը այդ կուսակցության առաջնորդն է մնում, կառավարում է ընտրական process-ը։
ինքը ունի կոնկրետ իշխանություն եւ այս անցած 9 տարիների ընթացքում փաստորեն իր նկարը կախված եղել է հանրային գիտակցության վրա սրա ազդեցությունը ինչքան է, ով է չափել։ Ոչ ոք չգիտե։ Երբ տնօրենը մանկապարտեզի աշխատողին ասում է, գիտես, որ հանկարծ չընտրեցիր այս կուսակցությանը, ինձ գործից կհանեն, սա կգա կհաղթի կնստի տնօրեն եւ քեզ չի թողնի, որ դու ստեղ աշխատես, քեզ կփոխի։ Այս ամբողջը վարչական ռեսուրսի չարաշահումների եւ ահաբեկման ծավալներն են, որոնք եղել են տարիներ շարունակ եւ այս ընթացքում նույնպես լինելու են։ Ուսանողներին կանչելը քանի հոգի կա ձեր տանը, ում եք քվեարկելու, աղջիկ ջան, եթե չքվեարկես ձեր տան անդամը, մեր ռեկտորը, որը տեխնացու է, կարող է ուրեմն փոխվի եւ հետո ձեզ լավ չի լինի եւ այլն բազմաթիվ ահաբեկման գործիքներ կան։ Երկրորդ գործիքը ուրեմն փողի կշիռն է, կաշառքը եւ ոչ որպես կաշառք ծախսվող փողը։ Ի նկատի ունեմ որպես քարոզչական ծախսեր արվող գումարները, որոնք անհամեմատ գերազանցում են հիմնադրամների միջոցները։ Եվ սա հանրային գիտակցության վրա նույնպես ազդում է։ Ինչ է նշանակում, որ որոշ կուսակցություններ պիտի սեփական լրատվամիջոցներ ունենան կամ միահեծան իրենց կուսակցությունների քաղաքականությունը պաշտպանող ու լուսաբանող լրատվամիջոցներ։ 4-5 կուսակցություն այսօր ասոցացվում են շատ լրատվամիջոցները։ Այդ լրատվամիջոցները, ասենք, մեկական կուսակցության են պատկանում։ Բավոր հանրապետական կուսակցությունը ընդհանրապես լրատվական դաշտի վրա ահռելի ազդեցություն ունի զանազան գործիքներով, այս սրա ազդեցությունը ով է չափել երբևէ։ Այդ որ քարոզչության փուլում նստելու են րոպե հանձնաժողովը չափելու է թե ով քանի վայրկյան տվել ու ենթադրենք քարոզչության փուլում բոլորին հավասար վայրկյաններով ժամանակ եք տվել։ Դուք քարոզչական արդարություն եք ապահովել։ Բայց անցած 5 տարիների ընթացքում որ քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ երբևէ հնարավորություն չեն ունեցել հեռուստատեսությամբ հանդես գալու, ռադիոյով հանդես գալու, ասենք թերթում է տպվել հարցազրույցը, ասենք 1000 տպակ հանակով։ Այդ համեմատում եք 5 տարվա ընթացքում գլուխ լվալու հետ այս հիմնական 2-3 գործիքներն են ոստիկանության անկորձությունը եւ անպատժելիությունը այս իրավիճակի ու տվյալական իշխանության Պարլամյան 26-ին ուղիղ ենթարկվելու հանգամանքը։ Սա պետության զավթման ուղղակի պրոդուկտ է։ Սա ավտորիտար ռեժիմի իրավիճակում ընտրությունների կազմակերպումը ես այնպես լավատես չեմ, ինչպես շատերը։ Պարոն Մարցեղյան, անվտանգություն եւ առաջընթաց։ Հայտնի է ձեզ ում կարգախոսը։ Այո, ես երեք իմացա, ուղղակի մտածեցի, որ դահորինողները ինչ որ երևի հոգեմետ տեղերի կամ ծխախոտի ազդեցության տակ են, բացատրեմ ինչու։ Ուրեմն Հայաստանում գոնե 9 տարի Սերժ Սարգսյանի իշխանությունն է եղել եւ հանրապետականը եղել է իշխանություն։ Մոտ այդքան էլ հենց Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության առաջնորդ։ Այո։ Այդ ընթացքում մենք կորցրել ենք բնակչության մոտավորապես 11%-ը։ Մոտ 360,000 քաղաքացի։ Այո, մոտավորապես 11%-ը, 12%-ը մենք բնակչության կորցրել ենք։ Հենց է կարծես թե Վայոց ձորում ընտրողների թիվը 111,000, այսինքն մոտ 3 այդքան, հա։ Նույնիսկ համատություններ են նշում, ասում են, որ այդ թիվը հավասար է մոտ 2 մարզի։ Վայոց ձորի բնակչությունը 67,000-ի կարգի է, գուցե ինչ-որ բան չի։ Երկու են տեղամաս է միացվել։ Վայոց ձորի եւ Սյունիքի նկատի, այդ ուրիշ բան, հա։ Բանը, ուրեմն բնակչության փաստացի թվեր եմ ասում։ Վայոց ձորի բնակչությունը 67,000 եւ 350,000, այսինքն մոտ 5 անգամ։ Սա շատ լուրջ թիվ է, ասենք, մի խոսքով, ցանկացած մեկի համար հասկանալի է, որ երբ որ երկիրը կոնկրետ այս իշխանության գոնե 9 տարիների ընթացքում կորցրել է բնակչության 12%-ը, աղքատությունը աճել է 4%-ով, այս ամբողջ ընթացքում արտաքին պարտքը 3.5 անգամ աճել է, կորցրել է հողերից 800 հեկտար առնվազն, քաղաքական բանտարկյալներ են լցվել բանտեր։ Իսկապես անվտանգության խնդիր կա այդ ներքում, պարոն Մարցեղյան։ Հա, բայց դու շանս ունեցել ես կառավարելու, բան չասեցի։ Ես ոչ չեմ ասում վատագույն երազանք։ Դուք տեսել եք որևէ մեկի ծրագիրը, որի մեջ գրած լինի, որ ես եթե դառնամ իշխանություն, Հայաստանը բնակչությունը կկորցնի 5 տարում, ասենք 10%-ով։ Չկա, բոլորն էլ հեքիաթային բաներ են գրում, չէ՞, որ լավ կլինի, ճանսաղություն կլինի, առողջություն կլինի, աշխատատեղեր կստեղծեն, գործազրկությունը, անօթևանությունը կվերացնեն։ Հասկացան։ Եղել են դեպքեր, երբ նույնիսկ համանդությունը էպոսով փորձել փոխարինել։ Հիմա տեսեք, գոնե այս ուժը ի տարբերություն են մյուս 8 ուժերի, որոշ բացառություններով, գոնե դուք ունեցել եք, չէ՞ իշխանություն։ Դուք 9 տարի ունեիք այդ շանսը բարեփոխումներ անելու, բնակչությունը աճեցնելու, տնտեսական զարթոնք բերելու։ Նախկին կարգախոսները առաջ Հայաստան, դեպի ապահով Հայաստան։ Դա իր հերթին, ես չեմ ուզում ուղղակի շեղվել այդ ուղղությունները, որ փոխվենք, ցեխերի մեջ կմոլորվենք, կմնանք այնտեղ, իրենք չեն կարող իրենց կարգախոսների տակից դուրս գալ, մենք ոնց պիտի փորձենք արդարացնել այս ամբողջը։ Հիմա այդ ամբողջի արդյունքում փոխանակ գետինը մտնեն, չգիտեմ, փոխանակ հրաժարական տան, փոխանակ գնանք Կիևյանից գծվեն, մարդիկ էլ ասում են մեզ իշխանություն տվեք, թողեք պահենք իշխանությունը, որպեսզի անվտանգությունը եւ
առաջընթաց ապահովենք։ Հիմա երբ տրենդներն ենք նայում, թե ուր է գնացել երկիրը անցած 9 տարիների ընթացքում, էլեմենտար բան է, մաթեմատիկա է, դրեք նայեք, հաջորդը ինչ է լինելու։ Դու մյուս տարի ինչ ես անելու։ Անցած տարիներին եղել է 30-40 հազար բնակչության արտագաղթ։ Անցած տարվանը եղել է 53 հազար արտագաղթ։ Հաջորդ տարի այս տրենդով լինելու է մոտավորապես 60 հազար բնակչության արտագաղթ։ Աղքատությունը աճելու է, անօթևանությունը աճելու է, արտաքին պարտքը աճելու է։ Եվ այլն, այս ամբողջը, այս ամեն մեկը մի ոլորտ է։ Այդ ոլորտների մասնագետների հետ զրուցեք, տեսեք, ժողովուրդ ջան, ուր է գնում սա։ Կիսատը շարունակել ենք ուզում կիսատ։ Տարածքային իրենց ցուցակներում, հա, այսպես ԴՀԿ նախկին պետ Միրան Պողոսյանը, Ռաքել Մովսիսյանը, գեներալ Սերյան Սարոյանը կարող են անվտանգություն եւ առաջընթաց ապահովել ըստ ձեզ։ Ես պարտավոր եմ նայել հասարակ իմ մոտեցումը քաղաքացիները կարող են հավատալ այդ կարգախոսին։ Իմ մոտեցումը շատ հասարակ է։ Այմար, դու ունեցել ես դա, դու եղել ես ավտոբուսի վարորդը, 9 տարի քշել ես այդ ավտոբուսը, կոնկրետ վնասներ ես տվել։ Միջի ուղևորների 12%-ին հանել շպրտել ես դուրս։ Ավտոբուսի գնից, չգիտեմ, 3 անգամ շատ պարտք ես կուտակել։ Ավտոբուսից ահագին մագերես թշնամի տարել է, չես կարողացել պահել, էլի։ Ուժը չի պատել, խելքը չի պատել, զենքը չի պատել։ Ինչի 80-ականների զենքով եղել զինվորը, երբ որ մենք իմացել ենք, որ ինքը պետք է 80-ականների զենքով չլինի։ Ըստ այդմ եմ ես դատում։ Դու ունեցել ես այդ հնարավորությունը եւ ծախողել ես։ Եթե ունենային, ձեր ասած, հա, Ռաքել Մովսիսյան, Մանվել Գրիգորյան, ինչ է, Էդուարդ Շարմազանով, Սերժ Սարգսյան, մյուսները, եւ անեիք տղեկ։ Անեիք, եթե չեք արել, մի քանի գլխանի եք, քանի երեսանի եք, ի վերջո։ Նամուս կա վրեքը, դուք որպես ինչ եք նորից իշխանություն ուզում։ Փոխանակ հրաժարական տակ, միջների տեն ուժեղները ելնեն ինքնասպան լինեն, ասեն, էս բաները ծախողել ենք մենք։ Մի եկել նորից ասում եք, տվեք, որ մեր կիսատ թողածը շարունակենք, ինչը թողնենք, որ շարունակենք։ Եթե դուք լինեիք կարգախոս գրող, այդ դեպքում ինչ կարգախոս։ Ինչ կարգախոս կասեի, տղեկ հավաքեք, ինչ է անունը, իրերդ գնացեք տուն, սպասեք, մինչև ծանուցագիր կստանաք հարցաքննությունների։ Ինչ կարգախոս։ Ինչ կարգախոս պետական հանցագործությունների համար այդքան հանցագործությունից ու այս երկրին այդքան չարիք պատճառելուց հետո պետք է նստեն կարգախոսներ գրեն, հորինեն, լավ կոնե ազնիվ եղեք, գրեք, բանը շարունակելու ենք վնաս տալ Հայաստանին, լավ։ Ձախողումները լինելու են անթիվ։ Նմանատիպ կարգախոս ուզում էր ունենալ քաղաքացիական ակտիվ քայլի դեպ, որը հայտարարել էր Սարգսյանը։ Ցավոք քաղաքացիական ակտիվ քայլը իր խոստումների տերը չեղավ։ Ինչ անենք։ Շնորհակալություն պարոն Բարսեղյան, մեզ հյուրընկալելու համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք Գյումրու ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։